Հա, լավ, սա քուրճան։ Սա։ Ու սկզգամ մենկանով, որ սենտես առաջ մենակ ես եմ եղել, պես եկեղեցիներ մեր առաքելական եկեղեցին եմ հաճախել, այս առողջական պատճառով էլ չի հաճախել, իսկ որ հիմի ամեն օր աղոտ կենենք մեր եկեղեցում ստեղ, այդ աղոտները ամեն օրվա Աստծո խոսք լսելը, յուրաքանչյուրս մեր փորձությունները, յուրաքանչյուրս մեր վկայություններն որ կբերենք, դորով էլ ավելիով ամրապնդվի գա Աստծո խոսքը մեր մեջ, օրինակի մեջս, էլ ավելիով համ աղոտները կլսենք, ինչ որ Աստված է մեզի էլ ուժ կուտա, միտ կուտա, զորություն կուտա, որ մենք կրանանք լսենք ու հասնենք, ու մեկ է պահիտակ ես կզգամ, որ սենք նստած կեղնի, այնքան թետևնամ, ես կզգամ, որ թետև ինչ-որ թետևնամ, ինչ-որ ուտի պես եղնի, ու այնքան հաճելի այդ մեր վարյաններ են, բայց կզգաս, որ հեիչ ցավ բան չունիմ, ու պահիտակ այդ աղոտների ընթացքում, էլի քուրերի աղոտների ընթացքում, ես կզգամ, որ մեր բան թետև, լրիվ թետև օտի մեջ եղնի, բայց սենք նստած եմ, բայց այդ զգացողությունը կա իմ մեջս, եղել է քանի դեպ, եղել որ այն անգամ մեկ հետի կուզայսի տամնա կորսպես բան կզգամ, սեցի հնարավոր է, աղոտների շնորով։ Հարկ Աստծուն, Նամ էլ ավելիով մոտենանք Աստծուն, Աստված սրբե, մաքրե, որ արժանանանք հավիտենական կյանք, Աստծո խոստաված կյանքին հավիտենական։ ամեն քուրճան, ամեն։ Ես գիտեք, բանը Սոֆի քուրոր վկայեցիր աղոտքիդ հետ կապված, որ սկզբից չէր կնա աղոտեր, Ռոզա քուրը վաբշե չէր կնա աղոտ կեներ։ Հայրմերը նույնիսկ չի դեր, քիշեք երեխեք։ Հայրմերը կարտարգը, հա, հայրմերը կկարտար, բարարբար, հիմի արդեն հզոր աղոտքներ կբարձրացնե։ Կա մարտորելի կուզե վկա երեխեք, ճանորդերն է իր ամբերը եկեղեցի։ Սա արգին է ճան։ Ես առաջի անգամ լսեցի քեզ, որ երեխեքի դաստիարակության մասին էիր խոսում, հետո երկրորդ անգամ Աստծո հանդիմանության մասին, ու Ռոզա քրոջ այդ դեպքն էր եղել, որ ասացիր պետքա գնաս Վրաստան։ Բայց այդ խոսքը Աստծո հանդիմանության, որ լսեցի, իմ մեջ երևի Աստված հենց ինքը բան արեց, որ մաքուր ճշմարիտ Աստծո խոսքը քո բերանով դուրս է գալիս։ Որտեվ շատ քարոզիչներ եմ լսել հեռախոսով, բանով, տելևիզորով, բայց Աստված ինքը ինձ ասեց, որ այս աղջիկը, այս մարդը ամենամաքուր ձևով է ճշմարիտ խոսքը տալիս։ Բայց զանգեցի քեզ։ Գիտես, հա, բայց քարտիրոջը ճանապարհ բացեց, այդ հակարվածը զանգեմ քեզ։ Իրականում, գիտես, այդ հանդիմանություն բառը արդեն երկրորդ անգամ կնշվի, իրական ճշմարիտ եկեղեցին, ես դիք կզգամ, որ հանդիմանությունն է, որովհետև Աստված ու մոր կսիրե, իրան կհանդիմանե, սերը հանդիմանություն է։ Աստված կսի իրա սիրածը կխրատե, եթե դու իրան կսիրես, պիտի հանդիմանես իրա մեղքի համար, դու պիտի իրա սխալի համար հանդիմանես։ Իսկ եթե չես սիրե, քեզ համար մեկ է կարևոր իրանից եկած օգուտներն է, չէ, շատ եկեղեցիների մեջ եկեղեցու անդամները բիզնեսներ են, ուղղակի քայլող փողեր են, որ կրնան զոհաբերություններ են ու հովիվները շատ լավ ապրին։ Ես դի կսեմ վկայություններից ելնելով, որովհետև շատ հովիվներ այսօր կգտնվին դժոխքի մեջ, որովհետև ոչ թե հոգ են տարա, կակրաս 34-րդ գլուխը տվեց, Աստված նաև Իսրայելի հովիվները, սենք դիք արդեն դուք կարտակ այս մասին էլ չի տանի, բանավոր կսեմ, որ ինչ հոդի մասին չեն մտածը, երեխեք, եթե, արգին է ճան միկրոֆոնըդ փագեք հուրս, եթե հոդի մասին կմտածես, ուրեմն պիտի հանդիմանես, ու պիտի չմտածես կեշտա, թող էշտա, ավելի լավ է ինքը մենակ էշտա, քան քիչը մնա հետնե քանիմ հոգու տանի, այդ մարդը անհնազանդ հոգի է, այդ մարդը ըմբոստ հոգի է, էշտը ծողը կեշտա, սպես մի հատ խոսք կա, չէ, լավ կնկանորցեցես, տնից չի փախնի, կեշտա անգյունը,
Իհարկե այնքան դի չծեծես որ փախնի, օրինակի համար բերեմ, մարդու կա, ծեծես սամդիս պետարդիս փախնիս, խելար է այդ մարդը, իրանից դուս կաճապի պլան է քաշե չիդե բիճերը, չէ՞, պես քեշ, դուղտե կուդաս, այդ մասի չի խոսացվի, մի խոսքի մի ամ չղայդացես արկել, կրկնակի մասի չէ խոսքը, իջև է, այսինքն հա, եթե իրականում այդ տվյալ մարդը քու կողքդ կանչված է քու կողքը դեղնելու համար ինքը կսիրե հանդիմանություն, ինքը կուկա հանդիմանություն լսելու, ինքը կուկա պատիժ կրելու, որովհետև եթե դու իրան չես հանդիմանը, իրան մեղքերը պիտի օրեցօր աճին, ավելանան ու օրեցօր էլ ավելի պիտի մեծ մեղքերի մեջ մտնի։ Դրա համար ճշմարիտ եկեղեցին է, որտեղ որ քեզի քու մեղքերիդ համար կհանդիմանեն։ Հասկնակը քու մեղքերիդ համար։ Իսկ եթե դու չունիս հնազանդություն, օրինակ շատերին ինձ Աստված կսե, խմպակի ցամ, եկեղեցու ցամ, որովհետև իրա պատճառով եկեղեցի կմտնի ապստամբության հոգին։ Հասկնակը, ինքը արդեն կգովազդեն մեղքը։ Քանիսին եմ զգուշացրել նկարդ փոխե, որ մազերդ կներկես կմտնիս եկեղեցի ցույց կտաս, որ կարելի է մազ ներկել, չէ՞ որ Աստված մեզի բացեցույց է տվել, որ մազ ներկելը մեղք է։ Հասկնակը, կամ օղերը կկախես անգաժներից, չէ, ես շատ բաների մեջ վկայություններով, փաստերով ներկայացրել եմ, քեզի ուրեմն Աստված չի հետաքրքրել, եկել ես ինչի համար ես եկել ես մյուսներին փճացնես, թե եկել ես որ խոսքի դու ինքդ փոխվիս, ապաշխարես ու ազատագրվիս։ Հասկնաք երեխեք ջան, սիկ այն եկեղեցին է, որտեղ որ մենք բոլորս կցկտենք սրբության մակրվելու ու հանդիմանվելու։ Սիկ իրոք այդ եկեղեցին է։ Դրա համար է Աստծո ներկայությունը ուժեղ է, դրա համար է Տերը հզոր ցևով մեր աղոթքներին կպատասխանե։ Այո, շատերին Աստված ցույց կտա, էլի Աննայի հետ է Աստված, միացի, սրբություն կա, մաքրություն կա ու շատեր ընձի կզանգեն կվկայեն կսե Աստված ընձի բերեր ցույց կտար քու տեսանյութը Աստված ընձի ցույց տվա որ քեզի զոհաբերություն ղրգեմ մեկը ճամփից կբռնեք տանիք տան իրանց տուն երեխեք դիք պատահական չէ որովհետև ես իրականում անկեղծորեն Տիրոջը կփնտրեմ ու ես օրինակ հեչ մարդու էջ բան չունիմ աբացելու ու ով ընձի կզանգե մի հատ իրան կսեմ աղոթետես եթե Տերը քեզի կառաջնորդե մի հատ մե ես կաղոթեմ նոր կմծնեմ եկեղեցի որովհետև մենք ստեղ քանակ չենք հավաքել ես միշտ կսեմ թող իմ կողքս եղնի մի հոգիմ երկու հոգի եղնի բայց եղնին հավատարիմ հոգիներ որ ես երբ որ խմպակի մեջ չեմ երբ որ ես խմպակի մեջ չեմ եկեղեցու մեջ չեմ ես գիտենամ որ այդ հոգիները կրնան ծառայություն անցկացնեն ու քանի անգամ ես չեմ եղել ծառայության մեջ այնքան հարթ եք անցկացրել ծառայությունը սիրով չէ ու զգացել եք որ ինչ կապ ունի Աննան չէ եկեղեցու առաջնորդը Հիսուսն է առաջնորդը ու ուզենա Սոֆիկ քրոջ միջոցով խոսա ուզենա Ռիմա քրոջ միջոցով խոսա ուզենա Արգինեի միջոցով խոսա ուզենա Շուշանի միջոցով խոսա մի անգամ երկար Վարդուշ քրոջ միջոցով խոսած մի անգամ Ալիգի միջոցով խոսա մյուս անգամ Կարենի մի խոսքով ամեն անգամ հում ուզեցավ ինքը կխոսա Աստծո համար մեկ է կարևոր եղնես հնազանդ հոգի այս եկեղեցին այն եկեղեցին է որտեղ որ մարդիկ կրնան հասկանան որ պիտի սուրբ կյանքով ապրեն ինչպես նաև հանդիմանություն տինտունեն ու Տիրոջ ներկայությունը պիտի եղնի հոգին ազատ պիտի գործե չէ հու որ լցված է աղոթքով ինքն է պիտի աղոթե ով կուզենա աղոթե շնորհակալություն հայտնենք վերջացնենք երեխեք ջան մեր ծառայությունը ում մեջը կա առաջնորդություն աղոթքի կա ինչ որ մեկ օր լցված է Փառք Աստծուն Գիտեք ինչքան հաճելի է երբ որ բոլորը Տիրոջը կսպասեք ու Տերն որ չի առաջնորդե չեկի աղոթե Մենք սպես միշտ կսպասենք Տերը ում որ կլցնե ինքն էլ կաղոթե Եթե չի առաջնորդե բոլորս էլ կրնանք լուր մնանք
Տեր ջան, շնորհակալ ենք այսօրվա հիանալի օրվա համար, շնորհակալ ենք մեր հավատագիսների վկայությունների համար, շնորհակալ ենք, որ մեր եկեղեցում դու ներկայ ես, շնորհակալ ենք, որ մեզի ազատ անկաշկատ կհանդիմանես, շնորհակալ ենք, որ դու մեր եկեղեցում սրբություն ու մաքրություն կբերես, Տեր ջան, շնորհակալ ենք, որ դու այսօր էլ ներկա ես։ Թող քո կամքդ կատարվի մեր կյանքի ցանկացած ոլորտում։ Նաև Տերս այսօր մեծ հրաշք գործեցիր, որ Շուշանի միկրոֆոնը միշտ կբացեր, մենք իրաց հենա հազիվ կլսեինք, բայց այսօր երբ որ վկայությունները բդեներ, այնքան պարզ եղավ իր խոսքը, այնքան պարզ էր, դիգել էր քեզնից, Տեր ջան։ Դիգել էր քեզնից, որովհետև քեզի համար անհնարին ոչինչ չկա։ Անչափ անսահման շնորհակալ ենք։ Թող քո անունդ փառավորվի ամեն մեկիս կյանքում, ամեն մեկիս սրտում, ամեն մեկիս մտքում, քայլիր մեր միջից, խոսիր մեր միջից, գործիր մեր միջից, մտածիր մեր միջից, երազիր մեր միջից, քո կամքդ կատարիր մեր միջից, մենք քոնն ենք, մենք քո արոդիդ ոչխարներն ենք, քեզի կհուսանք, քեզի կվստահենք մեր կյանքի ցանկացած ոլորտի մեջ, թող քո անունը փառավորվի, մեր բոլորիս կյանքերում, մեր ընտանիքներում, կաղոթեմ բոլոր բաժանորդներից համար, ովքեր որ կլսեն այս տեսանյութը, որպեսզի դու անձամբ այցելես ամեն մեկին, լսնես իրանց կարիքների լիությունով, ճշմարտությունով, սրբությունով, հանդիմանությունով ու ամեն մեկին հաստատես քո ճշմարիտ եկեղեցի մեջ, որտեղ որ դու ներկա ես։ Փառք քեզ, 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 փառք, 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 պատիվ գոհություն քեզ, փառք, պատիվ օրհնություն քեզ, շնորհակալություն, շնորհակալություն, մեր սիրելի Հայր, շնորհակալ ենք, որ դու ամեն ժամանակ մեզ հետ ես, պահում ու պահպանում ես մեզ ամեն տեսակի չարից, ամեն տեսակի մեղքից, ամեն տեսակի մեղավոր ցանկություններից, ամեն տեսակի չար մարդկանցից, որոնք որ գալիս են մեր թևերը կոտրելու համար, շնորհակալ ենք, որ կետես մեր կողքից են մարդկանց, որոնք որ քո կամքիդ պես չեն, որոնք որ մեր թևերը պիտի կոտրեն, օրհնյալ քո սուրբ ու հզոր անունդ, բարձրյալ Աստված, հավիտենականության Հայր, դու ամեն մեկիս կպիր անձամբ, ամեն մեկիս հանդիմանիր անձամբ, ամեն մեկիս քո մեծ սերը ցույց տուր Տերս ու ամեն մեկիս օգտագործիր քո փառքիդ ու անունիդ համար։ Հալելույա Տերս։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող կա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ների՛ր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս։ Ամեն։ Սիրելիներ, ուրեմն այսօր մեր վկայություններից կանը, եթե կան հարցեր, կրնակ զանգեք իմ հեռախոսահամարից, մենակ ես մեր հրճագում եմ կենեմ, օրհնյալ է Տիրոջ անունով զանգողը։ Եթե կզանգվի Տիրոջ կամքի պես չէ, թող Տերը աշկել է։ Եթե կան մարդիկ, որոնց որ Տերը սրտի մեջ կտնոր փոխանցումներ կատարեն, որպեսզի օգնենք այն մարդկանց, որոնք որ Տիրոջ կամքի պես են, կրնակ էլի զանգեք իմ համարից։ Հեռախոսահամարից գրեք +374 98 95 0071։ Լավ մնացեք, Աստված օրհնե ձեզի բոլորիդ ու թող Տերը ամեն մեկի ցանկացած հարցի մեջ առաջնորդ է, որպեսզի օրհնված եղնեք, սերմը ցանելուց, եկեղեցի էշտելուց, ցանկացած հարցի լուծման գործընթացը թող եղնի առաջնորդությունով Տիրոջ կողմից առաջնորդությունով, որովհետև մարմնի առաջնորդությունը մարմինը կսպանե, հոգին կապրեցնե։ Ու սերմը, երբ որ սխալ տեղեր կցանես, երբեք պտուղ չի բերե։ Հենց դիգ է պատճառը, որ մեկը կցանե լիքը պտուղներ կուտա, մեկը կցանե ապտակներ կհնձե։ Ինչի՞, որովհետև Տիրոջ դաշտի մեջ չի ցանե, Տիրոջ գործերի մեջ է խառնվե։ Տերը ուզեց էր ինչ որ մեկին հանդիմանե, ինքը մտել է բարի է խաղացե ու հանդիմանություն է գրել։ Դրա համար թողեք ձեր միջից։ Տերը ցան այնտեղ, որտեղ որ իր կամքի պես է։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք։